Ավարտվեց Մատենադարանում կազմակերպված համաժողովը նվիրված միջազգային քրեական դատարանի շրջանակներում ընթացող բարեփոխումներին։ Կենտրոնական թեմաներից էր ագրեսիայի հանցագործության վերաբերյալ համակարգի վերանայումը, որը դեռևս չի ապահովում համարժեք պաշտպանություն անդամ պետությունների համար, եւ այդ պատճառով անհրաժեշտ են հիմնարար փոփոխություններ։ Ճշմարտության եւ արդարության կենտրոնի նախագահ Գոռ Մնացականյանը ամփոփելով համաժողովը նշեց, որ պետք է լինեն հետեւողական, հասնելու արդարադատությանը։ Միջազգային իրավունքը բարդ է, միջազգային իրավունքը դանդաղ է, միջազգային ատյանները կախվածություն ունեն պետություններից, պետությունները փորձում են պաշտպանել իրենց ղեկավարներին եւ դատարանի կողմից սահմանափակությունը մեծ պետություններին այնքան էլ ձեռնատու չէ։ Կարևորելով նման միջոցառումների կազմակերպումը Հայաստանում, Մնացականյանն ասաց, որ նման մասնագետների այցը, ինչպիսին է միջազգային քրեական դատարանի նախագահը, հնարավորություն է տալիս ճանաչել երկրի քաղաքականությունն ու ժողովրդավարությունը, ինչպես նաև Հայաստանը դնել միջազգային իրավունքի քարտեզին։ Մյուս անունը եթե տամ, Լուիս Մորինո Օկամպոն, որը շատ հայտնի է հիմա Հայաստանում արդեն քրեական դատարանի նախկին դատախազ, որը շատ ակտիվ է, որը առաջինն էր, որ անվանեց մինչև էթնիկ զտումը Արցախի Ադրբեջանի կողմից արած քաղաքականությունը որպես գենոցիդ, որը համաշխարհային մեծ լրատվական ծառայություններ սկսեցին մատուցել աշխարհի ունկնդրին։ Նա առաջին անգամ Հայաստանում մասնակցեց կոնֆերանսիա այս մեր կազմակերպության միջոցով, ճանաչեց Արցախը առաջին անգամ մեր կազմակերպության միջոցով։ Հնարավորության դեպքում այսպիսի մարդիկ գալիս են եւ լուրջ գործ են շարունակում անել։ Պատասխանելով հարցին, որ չնայած Հայաստանն ընդունեց Հռոմի ստատուտը, սակայն հայց չներկայացրեց Ադրբեջանի նախագահ Ալիևի դեմ միջազգային քրեական դատարանում, ճշմարտության եւ արդարության կենտրոնի նախագահն ասաց, որ ըստ բազում մասնագետների իրավագիտական տեսանկյունից Հայաստանի միանձնյա դիմումը դժվար թե սկսեր այն հետազոտությունը, որին կցանկանայինք հասնել դրա միջոցով։ Անդրադառնալով խաղաղության պայմանագրին եւ Ադրբեջանի սադրանքներին, Մնացականյանն ասաց. Խաղաղության պայմանագիրը ինձ թվում է երկրորդական է խաղաղության դիմաց։ Խաղաղությունը երևի խաղաղությունը ամենակարևորն է, ոչ թե խաղաղության պայմանագիրը։ Մենք ցանկացած կոնֆլիկտում աշխարհի եթե նայենք, կան շատ լավ պայմանագրեր։ Ես չեմ ուզում թերագնահատել նրա կարևորությունը, շատ կարևոր է ունենալ խաղաղության պայմանագիր, բայց ամենակարևորը խաղաղությունն է։ Իմ կարծիքով արդարադատությունն է խաղաղության գրավականը։ 17 կետերից պայմանագրի, որ քննարկում է կառավարությունը, մեկը դատական պրոցեսներն են, որ պետք է համաձայնվեցնել եւ իր հայցեր ունենալ իր դեմ, ինչեմ որպես իրավաբան, ես կարծում եմ, որ հայցերը պետք է շարունակվեն որպես քաղաքական գործիչ, միգուցե ավելի հարմար գտնեն, որ միգուցե դա հասնել ինչ որ կերպ հասնել այդ լծակ ունենալ եւ օգտագործել խաղաղության հասնելու համար ավելի լավ է այսօր խաղաղություն, քան թե ինչ որ ապագայում վրեժխնդրություն կամ ըստ Մնացականյանի գերիների բաց թողումը քաղաքական որոշում է, այլ ոչ թե դատական։ Միջազգային դատարանը չունի ոստիկան, որը պետք է գնա բացի ազատի, պետք է ՄԱԿ-ը զորք ու ՆԱՏՕ-ն չի դա պրակտիկ չի, որ ստիպեն, նույնիսկ եթե որոշում լինի, Ադրբեջանը որոշել է, որ Եվրոդատարանի որոշումներն օրինակ ինքը չի ենթարկվելու եւ արդարացնում է դա, որ դե գիտեք, մենք չենք մասնակցել, մեր դատավոր չունենք կամ մենք նոմինանտ եւ չի ենթարկվում։ Նշենք, որ ճշմարտության եւ արդարության կենտրոնը դիմել էր միջազգային քրեական դատարանին, պնդելով, որ Ադրբեջանը էթնիկ հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել։ Քրեական դատարանը մեր դիմումը ստացել է, մենք ունենք դիմանը կցված գործի համար, մենք հետևողական ենք, մենք մասնակցում ենք կոալիցիաների, քրեական դատարանի փաստաբանների հետ եւ աշխատում ենք, մենք ունենք էլի պլաններ դիմումի հետ կապված, որը երևի ճիշտ չի հիմա ասել եւ հուսամ շուտով առիթ կունենանք ավելի բարձրաձայներ։ Ցեղասպանությունը մեր դիմման առույցի բաժինը ցեղասպանությանն է վերաբերվում փաստերը, որովհետև ամբողջությամբ դատարկելը Արցախը հայությունից սովամահության ենթարկելով, բլոկադայի ենթարկելով
ուժի սպառնալնքով եւ կիրառելով դա ոչ այլ ինչ է, քան ցեղասպանություն, որը ավարտվել է Հայաստանի Հանրապետությունում, որը դարել է Հռոմի ստատուտի մաս եւ այսինքն հանցանքը սկսվել է Արցախում, բայց ավարտվել է հայկական արցախցիները գալով Հայաստան, ավարտվել է հանցանքը Հայաստանում։ Եվ ոչ միայն օկուպացիան եւ այլն, որը Հայաստանի սահմաններում է եղել նման բան։ Այսինքն, հա, Հռոմի ստատուտով այդ 3 հանցանքն են եւ մեր դիմումի առույցի բաժինը ցեղասպանությանն է վերաբերվում։ Հարց առաջացավ այս վերջերս, որ կարող են արդյոք Արցախից տարահանվածներ անել, այո, եթե կազմակերպություն, որոնք կան, կարող են դիմել այդ մակարդակներով, նույնպիսի դիմումներով, իրենց փաստերով, մեր դիմումը իմ կարծիքով շատ ներառական է, որովհետև մենք շատ փաստեր ունենք, փաստեր ենք հավաքագրել երկար եւ անպայման չի այդպիսի տենց ինչքան շատ դիմում, այնքան ավելի այդ հարցը կմնա սեղանի ծրարների վերևում, ոչ թե ներքևում։